Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունից հետո, որ տարածվեց նախօրեին, Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ի առավոտը դիմավորել է եկեղեցու մասին նոր գրառումով, շարունակելով նախորդ օրը ԳՀԽ քննարկմանը ժամեր առաջ նախորդած հարցադրումը ամենայն հայոց կաթողիկոսի կուսակրոնության վերաբերյալ։ Փաշինյանը հայտարարել է, որ Մայրաթոռը պետք է պարզաբանի, խախտել է կաթողիկոսը կուսակրոնությունը, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանի այս արձագանքը բազմիմաստ է, նախորդների համեմատությամբ եւ նկատելիորեն ավելի հանդարտ ու մեղմ տոնայնության մեջ։ Համենայն դեպս Փաշինյանը պարզաբանման հարցը թողնում է Մայրաթոռին։ Սա է, որ հնարավոր է գնահատել բազմիմաստ։ Փաշինյանը տալիս է իր ուզած պատասխանը բարձրաձայնելու վերջին հնարավորություն, թե տալիս է Մայրաթոռին որևէ պարզաբանումով թեման այսպես ասած փակելու հնարավորություն, հաշվի առնելով, որ Մայրաթոռն իհարկե չի կարող կասկածի տակ դնել ամենայն հայոց կաթողիկոսի վարքագիծը։ Փաշինյանի նոր գրառումը բոլոր դեպքերում կարծես թե ունի առճակատման որոշակի թեկուզ ժամանակավոր առկախման ներուժ, որի ժամանակահատվածում գուցե լինի որևէ կոմունիկացիա եւ խորքային հարցերի պարզաբանում։ Միարժեք բնականաբար բարդ է ասել, համենայն դեպս նախօրեին Մայրաթոռից հնչած արձագանքը, որն ինչպես գնահատեցինք, բաց առճակատումից խուսափելու տոնայնության եւ տրամաբանության մեջ էր, կարծես թե ունեցել է որոշակի ազդեցություն, եթե դա իհարկե խաբուսիկ տպավորություն չէ։ Բոլոր դեպքերում, անգամ եթե բռնկված հրդեհը գնա դեպի մարում, մի բան կասկածից վեր է, որ միջավայրն այդ առումով դյուրաբորբոք է, ընդ որում տարիներ ի վեր կուտակված, չորացած փայտերի բերումով։ Խորքային խնդիրները պահանջում են լուծումներ, առնվազն դրանց շուրջ լուրջ քննարկումներ եւ անհրաժեշտ մշակումներ։ Հակառակ դեպքում միշտ կգտնվեն հայ ժողովրդի համար կարևորագույն երկու ինստիտուտների՝ պետականության եւ եկեղեցու միջև հրդեհի բորբոքման մոտիվներ, վախեր, շահադիտություններ, որոնց համար բավարար կլինի կայծը։ Մայրաթոռում ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որը քննարկել է հոգևոր իշխանության հանդեպ քաղաքական իշխանության նախաձեռնած գրոհն ու ստեղծված իրավիճակը, այդ առնչությամբ անելով հայտարարություն։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը դատապարտել է վարչապետ Փաշինյանի հռետորաբանությունն ու եկեղեցու գործերին